Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում Review-ն է։ Տեսակապով կզրուցենք Գերմանա-հայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Լուլուկյան, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեզ հետ զրուցելու համար։ Բարև ձեզ, նմանապես։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Լուլուկյան, առաջարկում եմ նախ սկսել 10 եպիսկոպոսների հայտարարությունից։ Ինչպես եք վերաբերում առհասարակ Մայրաթոռի դեմ այս իշխանությունների արշավին եւ ինչու ըստ ձեզ նրանց միացան նաեւ որոշ հոգեվորականներ, այդ թվում այդ 10 եպիսկոպոսները։ Ես բազմիցս նշել եմ եւ նաեւ Գերմանիայի կենտրոնական խորհրդի հայտարարությունների մեջ նշել եմ, որ այս գործողությունը իշխանությունների կողմից հակասահմանադրական են, քանի որ եկեղեցին տարանջատված է պետությունից եւ այս ճնշումները, որոնք Մայր Աթոռի նկատմամբ արվում են, դա օրենքի սահմանների մեջ եւ այդ իրավասությունը իշխանությունները չունեն, գործադիր իշխանությունը առնվել հայ առաքելական եկեղեցու ներքին գործերի մեջ հատկապես կանոնադրական եւ նաեւ ամենասարսափելին, որ շեշտվել է, երբ հաստատվեց հենց վարչապետի կողմից ճեպազոսի ժամանակ Նարեկ Կիրակոսյանի հարցին, որ ազգային անվտանգության աշխատակիցը հանդիպել է հոգեվորականի հետ եւ ճնշում է գործադրել, որպեսզի սա աբսուրդային եւ սա արդեն չի տեղավորվում ոչ մի բանի մեջ, որ եկեղեցական կանոնական պատարագի տեքստը ձևափոխվի, այսինքն որ վեհապարի անունը զեղչվի, այսինքն իշխանությունը կոնկրետ քայլերով, որը դա իրավասությունը ունի եւ ազգային անվտանգության գործ աշխատակիցը իր օրենքների սահմաններից դա դուրս է։ Իսկ ինչ վերաբերվում է այս հայտարարության 10 եպիսկոպոսների հետ կապված, նայեք, սա շատ սադրիչ մի քայլ է, որը փորձում են այսօր Էջմիածնում իրենց այդ հայտարարության նշված, բարձր որ սա սադրիչ գործողություն է եւ ես ողջունում եմ, որ հավատացյալները հայրենասեր բոլոր մեր հայրենակիցները ցանկանում են եւ պատրաստ են պաշտպանել Մայր Աթոռը, բայց պետք է շատ զգուշավոր լինեն, որովհետեւ սա սադրանք է, այդ սադրանքի միջոցով փորձում են այնտեղ բռնություններ տեղի ունենալ, պրովոկացիաներ լինի, որպեսզի կարողանան ուժային կառույցներ ոստիկանություն մտցեն ասեն տեսեք ինչը տեղի ունում այնտեղ խուլիգանությունը եւ անկարգությունը եւ լեգիտիմ հնարավորություն ստեղծվի իշխանություններին, որպեսզի կարողանան մտնել Մայր Աթոռ։ Սա շատ վտանգավոր մի երևույթ է եւ ես հորդորում եմ մեր հայրենակիցներին, բոլոր տարբեր կուսակցության ներկայացուցիչներին, հավատացյալներին, մեր հայ առաքելական եկեղեցու հետևորդներին շատ զգուշորեն լինել եւ այնտեղ լինել համերաշխությամբ, աղոթքով եւ ոչ մի սադրանքներին չպատասխանել, որովհետեւ իրանք գտնվում են հոգեվոր մի միջավայրում եւ ամենակարևոր եւ հզոր զենքը դա աղոթքն է, համերաշխությամբ, թող գան այդ եպիսկոպոսները, խնդրի չկա, թող գան իրանց ասելիք ասեն, որովհետեւ նայեք սա մի սա շատ լավ կազմակերպված բան է, որովհետեւ այսօր ես լսեցի նաեւ վարչապետի հայտարարությունը եւ իշխանության ներկայացուցիչները, որոնք չեն մասնակցելու, սա ծուղակ է իմ կարծիքով, որպեսզի դա տեղի ունենա եւ իրենք դա արդեն ասեն, տեսեք դա ինչ է տեղի ունենում, որովհետեւ ես տեղյակ եմ, ինչպես տեղեկացրել եմ, որպես ցույց, կանոնավոր ցույց գրանցված չի նաեւ քաղաքապետարանում եւ ոստիկանությունը չունի այդպիսի տեղեկություն։ Այդ իսկ պատճառով շատ ուշադիր զգոն պետք է լինեն մեր հայրենակիցները, մեր հավատացյալները։ Ամեն դեպքում եկեղեցու դեմ այս հարձակումների բուն նպատակը ձեր կարծիքով ո՞րն է։ Ինչ խնդիր են լուծում իշխանությունները։ Տարբեր նպատակներ են իրենք լուծում այստեղ։ Պետքա նորից երևի հետ գնանք մայիսի 26-ն վարչապետի այդ հայտարարություն տղրահարճակ եկեղեցու այդ ամոթալի այդ վիրավորական ճուլանացման այդ հարցը որ բարձրացնես, դա կառավարության նիստի ժամանակ, դա նույնպես անընդունելի է։ Նայեք, այստեղ մի բան կա, վարչապետը փորձում է ասել, որ ես որպես վարչապետ չէ, որպես վարչապետ հանդես չեմ գալիս, ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, բայց այստեղ մի շատ կարևոր մի հանգամանք կա, վարչապետը այդ թե կառավարության նիստում, թե ճեպազրույցում, կառավարության նստավայրում հանդես է գալիս որպես վարչապետ,
ոչ թե ընկալվում է որպես վարչապետ գործադի իշխանության ղեկավար եւ նա այդ իրավասությունը չունի, այդ սահմանադրողի անունք չունի եկեղեցու ներքին գործերի մեջ խառնվի։ Եվ ինչի՞ց տեղի ունեցավ իր հայտարարությունը, երբ որ դրանից 2 օր առաջ, կարող է սխալվում եմ օրերի տարբերությամբ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշիզադեն հայտարարեց, որ Էչմիածինը մայրաթորը ռևանշիստական մի կառույց է եւ հիմք վերցնելով վեապարի Շվեյցարիայում այդ համաժողովում տեղ ունեցած այդ ելույթում, որ նա նշել էր մեր պատմամշակութային պահպանության արցախայության իրավունքի վերադարձի, սա այնտեղ տեղի ունեցել քաղաքական ինչ-որ հայտարարություններ, խոսք գնացել է մեր ազգային արժեքների մասին, մեր հայրենակիցների իրավունքի մասին է խոսք գնացել։ Եվ Փաշիզադեն դա որակում է որպես ռևանշիստական։ Ստեղ գալիս է մյուս հանգամանքը, շատ կարևորագույն խաղաղության պայմանագրի մեջ կետ կա, որ ռևանշիզմին պետք է թույլ չտանք, այսինքն Փաշինյանը գնում է այդ կետի հիման վրա Ադրբեջանի պահանջը իրականացնելու, իբրև ներկայացնելով հայ առաքելական եկեղեցի ռևանշիստական, նա այդ գործողություն է կատարում։ Երկրորդ հանգամանքը ստեղ նայեք այսօր Փաշինյանը բոլոր իր լծակները օգտագործում է գործադիր, օրենսդիր, նաև նա կարողանում է սա նույնպես նոնսենս է SMS-ով ԲԴԽ-ի նախագահին հեռացնել աշխատանքից, որ դա իրավասությունը չունի, եւ այս կամ ինստիտուտ մեր հայանպաստ կարողագույն մեր սրբոց մայր աթոռը, որը չի պատկանում իրան, ինք չունի այնտեղ այդ հրաման SMS-ներով հրամներ տար եւ ցանկանում է որպիսի իր նպատակը մայր աթոռը հնազանդվի, այսպիսի այնտեղ այնպիսի կաթողիկոս լինի, որ հնազանդվի վարչապետին։ Սա է շատ պարզ մի պարզից պարզ ամբողջ հարցը ստեղ նաև կա նաև աշխարհաքաղաքական հարց, որը լուծում են, որովհետև ես հիմա չեմ ուզում շատ խորանալ այստեղ, որովհետև սա շատ լայնածավալ մի թեմա է, սա այստեղ նաև աշխարհաքաղաքական հարցեր կան։ Գիտեք, որովհետև աշխարհում լավ չի ընդունում, երբ որ ազգային արժեքները միշտ այդ պահպանողական արժեքները մի ինստիտուտ պահպանում է եւ խոսում է դրա մասին։ Ես կարող եմ դա օրինակներ բերել Եվրոպայում եկեղեցու նկատմամբ ինչ վերաբերմունք կա եւ ինչ գործողություն են կատարվում, ստեղ տեսնում եմ զուգահեռներ եւ փորձում են Հայաստանում ստեղծվի այդպես նեոլիբերալ մի մտոլորտ, որպեսզի պահպանողական այն արժեքները, որ մենք մեր հայ ազգը միշտ պահպանել եւ պաշտպանել է, որ դա աստիճանաբար ուզում են վերացնել, այդ ուղղությամբ է գնում։ Սա գլոբալիստների նաեւ մի ծրագիր է, բայց ես համոզված եմ, որ իրենց չի հաջողվի դա, որովհետև հայ առաքելական եկեղեցի, մեր եկեղեցին դարավոր եղել է մեր պատմության ընթացքում կարևորագույն ինստիտուտը ամրոցը եւ որ պաշտպանել է մեր, երբ որ մենք պետականություն չենք ունեցել, եկեղեցին այդ դերակատարություն ունեցել է եւ նա շարունակելու է։ Այո, այստեղ մեկ հատ ուրիշ հանգամանք է կարևոր պետք է նշեմ Փաշիզադեի նույնից հայտարարությունից, որ սա ավելի արտառոց եւ շատ ուրեմն իր հայտարարության մեջ նա ասում է շատ ուշադիր լսեք, երբ որ նրանք արդեն համարում են Էչմիածինը պատկերացնում են իրենք մայր աթոռը, որ երբ որ Հայաստանը իր պետականությունը կորուստ ունենա, մայր աթոռը եւ հայ առաքելական եկեղեցին ցանկանում են այնպիսի ստատուս ստեղծի մայր աթոռը Վատիկանի կարգավիճակի նման Եվ դա անընդունելի է Փաշիզադեի ադրբեջանական շահերի համար, որ մեր արևմտյան Ադրբեջան իրանք այդպես նշում են եւ իրանք արդեն հրճակել են Էչմիածինը, ես հիմա կարող սխալվեմ, Ղազիաթ թե ներկայացություն, այսինքն որ պետք է լինի, եւ իրանք այդ խանգարում է, այսինքն պատկերացնում են նրանք արդեն համարում են, որ Հայաստանը այդ պետություն չի, եւ միակ խոչընդոտը, որպիսի հայազգային ինչ-որ իրավունքների պաշտպան լինի մայր աթոռը, որպես Վատիկան են պատկերացնում, եւ սա խոչընդոտ է, սա մյուս, սա պարզ շատ վտանգավոր հայտարարություն է, նաեւ տեղավորվում է այդ արևմտյան Ադրբեջան կեղծ օրակարգին, որոնք ձեզ ասեմ նայեք որոշ ժամանակ տևական իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին անպայման որ արևմտյան Ադրբեջան գոյություն չունի այդ հասկացողությունը դա կեղծ է իշխանական բան չէ եւ Բերլինում վարչապետը ինքը այդ
օրակարգի մեջ մտցրեց, լեգիտիմացրեց Ալիևի այդ խոսույթը արևմտյան Ադրբեջան, որը շատ վտանգավոր է, պատկերացնում եք Բերլինում այդպիսի խոսույթ մտցվի։ Գիտեք ինչ կա, վարչապետի եւ այս գործող իշխանությունների քայլերը պարզից պարզ է, մեզ բոլորս ես պետք կարիք ես չունեմ նաեւ շատ մանրամասն բոլորս հասկանում ենք ինչի մասին է խոսքը, իրանք ինչ են ցանկանում, իրենց նպատակը որն է, բայց ինձ համար ավելի մտահոգիչ է ինչ է մտածում հայ ժողովուրդը, հայ քաղաքացին, ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունը, որոնց համար շատ կարևոր է սա, որովհետեւ տեսեք Փաշինյանը օրակարգ է թելադրում եւ բոլորը այդ օրակարգի մտնում են այդ խաղի մեջ ընդհանրապես պետք է հակառակը լինի հակառակը ընդդիմությունը եւ բոլոր այդ կառույցները կազմակերպությունները իրենք օրակարգ թելադրեն այսօրվա Հայաստանում տեղի ունեցող անարդարությունների քաղբանտարկյալների կոռուպցիայի մասին շատ իրավիճակը եւ պետք է հակագրող արվի այս օրակարգը փոխելու մասին, որովհետև պաշտպանվելով եւ Փաշինյանի օրակարգով շարունակել դա իր խաղը խաղալն է։ Եվ իմ կարծիքով ստեղ շատ կարևոր է իրոք մեր մայրաթորի պաշտպանության հայ առաքելական եկեղեցու պաշտպանության հարցում կարող է նաեւ շրջադարձային լինի, եթե բոլորս միասնական հավատացյալները հավատքով սերով եւ համերաշխությամբ հզոր կանգնեն հայ առաքելական եկեղեցու կողմ եւ կարող են շրջադարձային լինի նաեւ այս իշխանությունների համար, որովհետեւ Փաշինյանը տարբեր փուլերում փորձում է տարբեր ձևով հարձակում անել եւ ձախողվում է։ Նա ձախողվեց իր ամռանը նա փորձում հարձակում չստացվեց, ֆիասկո ապրեց Գյումրիում եւ տարբեր ինքը փորձում է նաեւ այս 10 եպիսկոպոսների միջոցով, որը շատ ամոթալի բան է, որ այս եպիսկոպոսները, որոնք դուրս են դրանց եկեղեցից դուրս, եթե իհարկե եկեղեցին ունի իր խնդիրները, խնդիրները եւ նրանք կարող են հարցը բարձրացնել տարբեր եպիսկոպոսական ժողովներում, տարբեր հարթակներում այդ հնարավորությունները ունեին, բայց իրանք դուրս հանեցին այդ խնդիրը եւ գնացին կառավարության շենք վարչապետի հետ հանդիպելով, իբրև վարչապետը իրենց կաթողիկոսը, սա անընդունել է եւ այն վարչապետի հետ հանդիպում, որը հարձակում է անում եւ վիրավորում է մեր բոլոր հավատացյալներին եւ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այդպիսի անհարգելի վերաբերմունք նաեւ մեր սրբազանների ձերբակալումները ինչպես Բագրատ սրբազանն է, ինչպես Միքայել սրբազանն է, որոնք քաղաքական բանտարկյալների այդ կարգավիճակի մեջ են մտնում։ Շատ կարեւոր է, որ օրակարգը ընդդիմությունը եւ ժողովուրդը այդ ուժերը ազգային ուժերը թելադրեն այդ շրջադարձային պետք է պահ գա Եվ իդեպ դրանք այն եպիսկոպոսներն են, որոնցից շատերը ժամանակին լավ էլ քննադատում էին Նիկոլ Փաշինյանին, տարբեր մեղադրանքներ էին հնչեցնում, հիմա միանգամից փոխվել են եւ գնում են նրա հետ հանդիպման։ Այո, այդ մասին սա ամենապարադոքսն է եւ աբսուրդային ժանրից է ամբողջը, որ ինչպես Կճոյանի մասին մոտ մի 2-3 օր առաջ խոսում էր վարչապետը, ինչպես խոսում էր Ալեն Սիմոնյան, ազգային ժողովի նախագահան, ներկայացնելով կներեք իմ արտահայտության այդ Bentley Samo, շատ ներողություն եմ խնդրում մեր հանդիսատեսից, ուղղակի իրանց խոսույթն է եւ օֆշորային պատմությունները նաեւ ես տեղյակ եմ, որ դատախազությունում մի գործ է հարուցված իր նկատմամբ, բայց հիմա դա ինչ-որ ձևով փակվելու է։ Սա պարզ է, որ իրենց նկատմամբ այդ կոմպրոմատներ են դրվել, ինչպես Կճոյանի պահն է, պարագայում, եւ սա եւ ուզում են իրենք մեր աթոռը այսպիսի եպիսկոպոսներ, որոնք իրոք վարկաբեկված են, եւ իրոք եկել է պահ, որ իրոք հայ առաքելական եկեղեցին պետք է մաքրվի այսպիսի հենց եպիսկոպոսներից, որ հենց իրանք տասնամյակներ այսպիսի ինչպես Կճոյանն է, նաեւ ես տարբեր եպիսկոպոսների մասին կարող եմ խոսել, իրենց մասին է շատ տարաբնույթ կան տեղեկություններ, որ կուսակրություն նույնպես իրանք խախտած են, բայց սա պարզ է, որ կոմպրոմատ են դրված եւ իրոք ինչպես անմիջապես միանգամից այսպես եղավ։ Իրանք կարող են այդ հարցերը նորից կրկնում եմ, եկեղեցու ներսում բարձրացնել կանոնական ճանապարհներ կան եւ կանոնավոր ձևով դա հարցը լուծվեր, բայց ոչ թե որպես հոգեվորական իրենք դիմեն գործադիր իշխանության ղեկավարին եւ այդ հարցերը լուծեն, դա անընդունելի է կանոնական թե սամրության այդ կապված վարչապետի կողմից, թե եկեղեցականը իրենց եկեղեցական կանոնության առումով նշում եմ տարանջատված է, իրենք չեն կարող դա
եւ մասնակցել այդպիսի հանդիպումների։ Սա շատ վտանգավոր երևույթ է։ Քանի որ Փաշազադեի հայտարարություններին դուք անդրադարձաք, երբ որ Նիկոլ Փաշինյանն իրեն համարում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ասում է, որ փորձում է եկեղեցին ռեֆորմի ենթարկել, բարեփոխել եւ այլն, ըստ ձեզ նա ինչու որևէ կերպ չի պատասխանում Փաշազադեի հայտարարություններին, որևէ կերպ իր իսկ եկեղեցին, ինչպես ինքն է պնդում, չի պաշտպանում այդ անձի վիրավորական արտահայտություններից եւ մեղադրանքներից։ Ես ես կարող շատ հարցեր, նույն հարցը ձեզ ուղղեմ, ինչու չի պատասխանում Ալիևին։ Նա Ալիևի Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին չի պատասխանում, բայց նայեք, սա է խոսում ենք, այստեղ մի որպես երկրի վարչապետ նա դրսում շատ այնպես համեստ չի պատասխանում խաղաղասեր, բայց շատ սավեշտալին իր ժողովրդի նկատմամբ այդպիսի կոշտ վերաբերմունք, նայեք, այստեղ մի ավելի կարևոր հանգամանք կա։ Երկրի ղեկավարը իր պարտականությունն է, որպեսզի համերաշխություն լինի իր երկրում եւ տարբեր տեսակի պրովոկացիաներ, ցնցումներ չլինեն, բայց նա գնում է այդ ցնցումների, այդ պրովոկացիաների եւ ստեղծվում է պառակտում եկեղեցու մեջ, պառակտում ժողովրդի մեջ, ինչպես սև ու սպիտակ բաժանեցին, հին Հայաստան, նոր Հայաստան եւ կեսկապես սա գալիս է երկրի ղեկավարի պարտավոր հակառակը, նա պետք է համերաշխություն, միավորի, հանդարտություն, բայց նա տանում հակառակ ցնցումների եւ սրա իր ծրագիրը եւ իր մարտավարությունը սաղում է կայանում կա այդպիսի բան բաժանի որ տիրես այս պառակտման հնարավորությունը որովհետեւ տեսնում է ինքը հարցումներում իր վիճակը լավ չէ կամ 10-ից մինչև 15% է իր այսօրվա ռեյտինգը եւ ինքը մտահոգված է այդ առումով է ինքը այսպես լարված եւ ռեպրեսիաներով եւ ուժային ձևով ճնշումներ անում որովհետեւ շատ լիգի ընտրություններով արդար ընտրությունն այս պայն չի կարող ընտրվի եւ ինքը փորձում է այդ մարդկանց լրացնել նաեւ Եվրոմիության օգնությամբ այդպիսի այդ հիբրիդային պատերազմ հասկացողությունը, որ այսինքն այդպես կարող ենք բոլորի տակ վերցնել, սա բարձ է, սա ուրիշ նպատակ է տապնդում, Եվրամիության նպատակը ստեղ Հայաստանը չէ, կարևորագույն հարցն է ստեղ Ռուսաստանը մղնեց ռեգիոնից, ես ոչ Ռուսաստանի պաշտպան եմ կամ հարցը չէ, բայց ստեղ իրանք ինչ նպատակ են հետապնդում եւ Հայաստանը իրենց համար դա այդ կամ էլ կարևոր չի, կարևոր երկիր չի, կարևորը որպես ուկրաինացուն դա է ամենաշատ վտանգավոր երևույթը, որ ասել որ քաղաքացիական պատերազմի մեջ չմտնենք մենք եւ սրան է տարվում։ Իմ կարծիքով նաեւ ստե մի վտանգավոր երևույթ կա այս Փաշինյանի ռեյտինգի հետ կապված, սա իմ ենթադրությունը, ես չեմ ասում այդպես կարող է լինի, բայց այս սցենարն այդպես կարող է լինել, որպեսզի լարվածություն մտնի երկրի մեջ, այսպիսի բախումներ քաղաքացիական պատերազմի նման ինչ-որ մի սցենար, որպեսզի նաև Փաշինյանը նաև այդ տարբերակ կարող է լինել արտահայտ ընտրություններ անել, որովհետև իշխանությունները այդ արտահայտ ընտրությունը ավելի պատրաստված են, քան ներդիմությունը։ Այսպիսի սցենարներ հնարավոր է իրականացնել, ես չեմ ասում այդպես կարող է լինել, բայց ամեն ինչ կարելի է պատկերացնել եւ շատ պետք է ուշադիր հետևել այս ամբողջ այս գործողություններին։ Պարոն Լուլուկյան, Գերմանիայի հայ համայնքում վերաբերմունքը այս ամենի նկատմամբ ինչպիսին է եւ ինչ կերպ դա դրսևորվեց Փաշինյանի այցի ժամանակ Գերմանիա։ Շատ բացասական է, ընդհանրապես աշխարհում հայեր Հայաստանում եւ Ասպյուրքում ինչպես կարող է հայ հավատացյալը հայրենասեր մարդը տեսնի ինչ որ տեղում այսօր Հայաստանում, հատկապես հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այս գրող Փաշինյանը չունի աջակցություն եւ Հայաստանում եւ Սփյուռքում այս հարցում։ Իսկ տարբեր հարցերի մասին կարող ենք խոսել, բայց հատկապես հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այս հարցակումները ինքը չունի աջակցություն։ Այդ ֆիասկոն ինքը Հայաստանում վերապրեց, այդ տարբեր թե Գյումրիում, թե տարբեր տեղերում նա չկարողացավ։ Նայեք ինքը բոլոր իշխանական ռեսուրսները, падգամավորներ, իշխանության ներկայացուցիչներ, այդ անդեղ շատ շրջիկ կրկեսի նման մարդկանց տեղափոխում են, այնտեղ նույն դեմքերն են կրում, այդ Թալինի մարզպետն է, այնտեղ Իջևանից իր կնքահայրն է, այսինքն նույն մարդիկ, նույն դեմքերն են գալիս, նույն այն մասսան, որ միշտ պաշտպան իր համակիրները եւ հայտնի մարդիկ, որ միշտ ներկա են, այդ հետաքրքիր այդ մարդիկ նույն տեղում են գտնվում, թե Գյումրիում, թե Մասիսում եւ նայեք ավելի շատ հետաքրքիր երևույթ կա, որ
Այդ ոնց եղավ։ Միանգամից խոսեցին, դարձան բոլորը հավատացյալ։ Այդ կախարդական փայտիկի պես բոլորը դարձան իշխանության ներկայացիչներ դարձան հավատացյալ, այդպես պատարագին մասնակցել, որ չէին տեսել իրենք։ Եվ ասեմ ձեզ դա ես հարգանքով եմ վերաբերում բոլորի կրոնական, թե աթեիստ են, թե բայց այդ իշխանության հիմնականում շատ մեծամասնությունը աթեիստ են կան աղանդավորներ կան այնտեղ իրանք չեն թաքցնում դա պարզ ասել են եւ հիմա իրանք դարձել են այդպիսի ուժեղ հավատացյալներ եւ հետո ինչպես Փաշինյանը այդպես միանգամից այդ ծամոսները այդ գրառումները ինչու առաջ չէր գրում 7 տարի անցավ 7 նոր սկսեցի չէ եկեղեցին Փաշիզադեի հայտարարությունից հետո այո Սփյուռքում չունի այդ աջակցությունը եւ Գերմանիայում նույնպես Իհարկե ամենտեղ ինքին համակիրներ ունի, բայց այդտեղ մենք ունենք բազմաթիվ նամակներ, հեռախոսազանգեր, բողոքներ, որ այդպիսի երևույթը իրանց մեր հայրենակիցների համար շատ անընդունելի է եւ դա վառ ապացույցներ Բերլին այդ մերցետ հանդիպեց Բունդեսկանցլերի հետ, դե բողոքի ցույց տեղի ունեցավ, նաեւ երկու բողոքի ցույց տեղի ունեցավ, մեկը առաջին ժամը 11-ին արտաքին քաղաքականության ինստիտուտի արչև, որտեղ Փաշինյանի պոդիում դիսկուսիոն էր եւ ջերմ ընդունվեց Ադրբեջանի դեսպանի կողմից, որը նաեւ դեսպանը այնտեղ նույնպես հայտարարեց, որ այո խաղաղության այդ ստորագրման կարևոր պայմաններից մեկն է սահմանադրության փոփոխությունը եւ Փաշինյանը այնտեղ ասաց այո մենք այդ պահանջները կիրականացնենք, այսինքն անթակույց բացահայտ ձևով գնում է, այսինքն պահանջ եւ իրականացվում է։ Ցույց տեղ ունեցավ ընդ բողոքի ցույց այդտեղ այդ ինստիտուտի արչև մեր հայրենակիցների կողմից նաեւ ժամը 4-ին կանցլերի հետ հանդիպման ժամանակ տեղ ունեցավ բողոքի ցույց երկու բաղկացուցիչ մասերից էր կազմած այդ ցույցը այնտեղ կար եւ մերձին ուղված ուղերձը եւ հորդորը պահանջը որ մերձը նաեւ մեր հայ ռազմագերիներ որոնք Բաքվում դատվում են այդպիսի անմարդկային եւ այդ որը Ալիևը ցուցադրում է մեր հայ ռազմագերիների նկատմամբ որ արդարություն հաստատվի երկրորդ ուղղված էր Փաշինյանի այս իշխանությունների կողմից այս ապօրինի գործողությունը եկեղեցու նկատմամբ քաղբանտակյանների նկատմամբ եւ նաեւ նշեմ Մարդու իրանքներ տարբեր կազմակերպություններ, նաև Գերմանիայի կենտրոնական խորհուրդը համատեղ նամակ էին հղել Բունդեսկանցլերին այս տեքստով, որի մենք լրատվական միջոցներում բոլորին ուղարկել ենք այդ հայտարարությունը, այդ նամակը, ինչ պահանջներով եւ մեր տեղեկությամբ, այսինքն մենք պահանջներ կայացրել ենք, որպեսզի նաև մեր հայ ռազմագերիների մասին լինի այնտեղ խոսակցություն, բայց մեր տեղեկությունների համաձայն այնտեղ այդ թեմայի մասին ընդհանրապես չի խոսվել մեր հայ ռազմագերիների։ Ձեր նամակին պատասխան եղել է։ Դեռ ոչ։ Այնտեղ բայց շատ կազմակերպություններ, որը նաև շատ լուրջ կառույցներ են, ինչպես Քրիստոնյա Սոլիդարիտետ ինտերնացիոնալ կառույցն է, տարբեր նաև Գերմանիայի կենտրոնական խորհուրդը, մենք հղել ենք այդ նամակը շատ փաստերի հիման վրա եւ Գերմանիայի կառավարության դիմել ենք այդ հարցով զբաղվել։ Բայց մենք շարունակաբար է դա լինելու, թե նամակներ, թե մեր հանդիպումները մենք փորձելու ենք այս թեման բարձրացնել տարբեր մակարդակում, տարբեր խորհրդներով այդ հարցը պետք է մենք բարձրացնենք եւ պայքարենք այդ ուղղությամբ։ Քանի որ Ադրբեջանի դեսպանին անդրադարձակ, ըստ ձեզ ինչ մեսիջ էր սրանով փոխանցում նաև Նիկոլ Փաշինյանը։ Այնտեղ շատ པարզ երևում է, որ պատրաստ է Հայաստանը բոլոր պահանջները Ադրբեջանի իրականացնել, որը արվում է նայեք բոլոր, այսպես հիմա փաստերով խոսենք, ամեն ինչ Ադրբեջանը պահանջել է եղել է։ Նայեք, պահանջեցին Արցախը ճանաչեցին Ադրբեջան եւ վերջ։ Այնտեղ այդ միջանցքը տրվեց, սա միջանցք է, նայեք կա վերջի հոդվածը Վանդելի փորձագետ քաղաքագետ եւ այնտեղ Հայաստան Ամերիկայի դեսպան Էվենսի հայտարարությունը որ բուլդոզերով օգոստոսի 8-ին ինչ որ տեղի ունեցել բուլդոզերով անցել Հայաստանի պետության վրա, այսինքն սա միջանցք է եւ Ալիևը միշտ հայտարարում միջանցք եւ չեն էլ դիմադրում մեր իշխանությունները միջանցք են տրվել, այսինքն միջանցանալության փոփոխության դա հայտարարեց Փաշինյանը որ դա տեղի կունենա դեսպանի հայտարարության հետ կապված որ շատ կարևորագույն հարց է համալրություն փոփոխությունը անկլավների հարցը նայեք արևմտյան Ադրբեջանի հարց արդեն Փաշինյանը իր հայտարարությամբ լեգիտիմացնում է եւ այդ օրակարգային հարց է դարձնում, որ իրանք ասում հերքում են, որ այդպիսի բան գոյություն չունի։
Իրանք շատ են հերքել որ անկլավներ թեման գոյություն չունի, բայց անկլավներից են խոսում։ Հասկանում եք, սա մի տեխնոլոգիա է, որ իրանք օգտագործում են, որ աստիճանաբար գալիս են դրան։ Սկիզբը հերքում են, բայց հետո ասում են, չէ, մենք սա պետք է անենք։ Եվ ինչպես իրանցում եղավ, այսինքն ստեղ չկա կոմպրոմիսային, սա ուղղակիորեն մենք զիջում ենք, ոչ թե փող զիջում, այլ զիջում է սա եւ անվերջ լինելու է այսպես։ Եթե այս իշխանությունները այսպես շարունակեն, մենք անվերջ զիջելու ենք եւ շատ մենք կանգնելու ենք անուտի եզրին։ Եվ ելքը այս իրավիճակի ինչ կերպ եք տեսնում։ Հիմա այս հիբրիդային պատերազմի անվան տակ Եվրամիությունից բնականաբար աջակցություն են ստանում իշխանությունները, ես չգիտեմ ընդդիմությունը որքանով է աշխատում նույն Եվրամիության հետ ցույց տալու թե իրականում ինչ է կատարվում, ելքը այս իրավիճակից ինչ կերպ եք տեսնում։ Նայեք, ես նշեցել եմ, այս ելքը հայ ժողովուրդը պետք է այդ որոշումը կայացնի, եթե իրանք համաձայն են այս ամբողջին համաձայն են, եթե համաձայն չեն, պետք է դիմադրեն, պայքարեն։ Սա հայ ժողովրդի իրավունքն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքն է։ Ես ուղղակի որպես կառույցի ներկայացուցիչ չեմ կարող Հայաստանի ներքին քաղաքականության մեջ մտնել եւ ասել ինչ պետք է Հայաստանի քաղաքացին անել, բայց կա ձև, այսինքն աննազանդության ժողովրդավարական տարբեր սահմանության սահմանադրումներում պայքարել բողոքի ցույց բողոքել այս ամբողջ ապօրինի գործողությունների նկատմամբ, եթե միասնական չլինեն այս հարցում բոլորը, սա պետք է համախմբվեն, ես չեմ ասում ինչ որ համախմբվել, դա վերացական խոսք չեմ ասում, անհնարին է բոլորը համախմբվել, բայց մեկ հարցում կարող են համախմբվել, որովհետև մենք այսպես որ շարունակում ենք Հայաստանի մեր պետության կողմից վկա կլինենք։ Եվ մեզ կարող ենք խոսել հայ առաքելական եկեղեցու մասին, մեր ազգային արժեքների մասին, որովհետև նա շատերը չեն պատկերացնում, որ հայ առաքելական եկեղեցին դա Հայաստանի եկեղեցին չէ, դա համայն հայության, եւ ասում են կաթողիկոս, համայն հայության ամենայն հայոց կաթողիկոս, սա ազգային եկեղեցի է եւ մենք այսպիսի հարցերում որպես Գերմանիայոց կենտրոնական խորհուրդ Սփյուռքի կարող ենք խոսել եւ իրավունք ունենք խոսել, որովհետեւ սա ազգային եկեղեցի է, բոլորից եկեղեցին է։ Եվ այս ներքին քաղաքականությունը դա տրված է հայ ժողովրդին, կուսակցություններին, ընդդիմությանը եւ իրենք պետք է հասկանան, որ պետք է միավորվեն եւ եթե տեսնում են այստեղ ապօրինի եւ այստեղ գնում է վտանգ մեր երկրի պետականության կորստի, պետքա բոլորը միավորվեն այս հարցում եւ միասնաբար պայքարեն։ Բայց ցավոք սրտի ես կարող եմ ասել իմ սուբյեկտիվ նաեւ ես ունեմ այդ պատկերը որ շատերը իբրև ընդդիմություն են ձևանում, բայց իրականում ընդդիմություն չեն ցավոք սրտի։ Սա է ցավալի։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Համանապես, ես շնորհակալ։ Հաջողություն։ 168 TV-ի եթերում ռիվյուներ։ Հետևեք մեր հետագա թողարկումներին։